Մայիսի 27-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ընդունել է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության անդամներն անդրադարձել են նախորդ տարվա ընթացքում հայ գործընկերների հետ իրականացված աշխատանքներին, նշելով, որ Հայաստանում տեղի ունեցած մասնագիտական քննարկումների արդյունքում մշակվել են մի շարք նախաձեռնություններ։ Դրանք վերաբերում են անչափահասների նկատմամբ այլընտրանքային պատժամիջոցների կիրառման մեխանիզմներին, մեղադրական դատավճռից առաջ դատավորին ներկայացվող տեղեկատվական զեկույցների համակարգին, ինչպես նաև հանրային իրազեկման ուղղված գործիքների կատարելագործմանը։ Կանադական կողմը նշել է, որ հայ գործընկերներին են փոխանցվել մշակված մեթոդական նյութերն ու զեկույցների օրինակները, որոնք կարող են կիրառվել ոլորտային գործընթացների կատարելագործման նպատակով։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով Մարկ Ռիչարդին, ընդգծել է երկկողմ արդյունավետ համագործակցության կարևորությունն ու ձևավորված գործընկերային կապերի շարունակական զարգացումը։ Արմեն Մկրտչյանը նշել է, որ անչափահասների հանցավորության կանխարգելումը ներքին գործերի նախարարության առաջնահերթ ուղղություններից է։ Այդ համատեքստում նա ներկայացրել է հանցավորության կանխարգելման ռազմավարության եւ գործողությունների ծրագրի մշակման, օրենսդրական դաշտի լավարկման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, փոխնախարարը կարևորել է հատկապես անչափահասների շրջանում կանխարգելիչ միջոցառումների եւ թմրամիջոցների վնասակարության վերաբերյալ թիրախային իրազեկման բովանդակության մշակումը։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Եթե քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է, կարող է նա մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Այս հարցի պատասխանը բաղկացած է երկու մասից։ Իրավիճակներ, երբ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է մինչև 6 ամսով, եւ իրավիճակներ, երբ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է ավելի քան 6 ամսով։ Առաջին պարագայում անձը կարող է մասնակցել ընտրություններին, նա պետք է գտնի իր անունը ցուցակներում եւ միանգամից քվեարկության օրը հունիսի 7-ին ժամկետանց անձնագրով կարող է միանգամից մոտենալ ընտրատեղամաս եւ իրացնել իր ընտրելու իրավունքը։ Երկրորդ պարագայում անձը պետք է փոխանակի իր անձնագիրը եւ դա պետք է անել արդեն այսօր։ Փոխանակված անձնագրով անձը կարող է հանգիստ քվեարկել։ Իսկ եթե դիմումը ներկայացրել է, սակայն մենք դեռևս չենք հասցրել անձնագիրը տպագրել եւ տրամադրել քաղաքացուն, ապա նրան տրամադրելու ենք հատուկ տեղեկանք, որով կրկին կարող է մասնակցել ընտրություններին։ Բայց այստեղ կա նաեւ երրորդ սցենար, երբ անձը ստացել է քաղաքացիություն եւ երբևէ դեռևս չի անձնագրավորվել։ Պետք է խնդրենք մինչեւ քվեարկության օրը անպայման հասցնել ձեռք բերել անձնագիր, որովհետև դա նախապայման է քվեարկությանը մասնակցելու համար։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ազգային ժողովի ընտրությունների դեպքում ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը տեխնացուի, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 6 տարի ժամկետով։ Հիշեք, արժանապատիվ ապագան սկսվում է արդար ընտրությունից, ընտրական բարեգործությունը քրեորեն պատժելի է։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը, որ Մաքսանենկ ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին քննչական կոմիտեի, տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ու Կոտայքի մարզի պարեկների հետ։ Մայիսի 26-ին ժամը 20:50-ին Երևան աշտարակ ճանապարհին իրավապահները հայտնաբերեցին 44-ամյա տղամարդկանց, ձերբակալեցին եւ Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Տղամարդկանցից մեկի խոզարկությամբ հայտնաբերվեց մոտ 5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային տոպրակ, իսկ մյուսի մոտ նույն զանգվածով լցված փաթեթ։ Մայիսի 27-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկուսի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Եթե անձը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, սակայն ցանկանում է ժամանել եւ մասնակցել քվեարկությանը, ինչ պետք է անի։ Երկու կարևոր գործողություն ունի իրականացնելու տվյալ անձը։ Պետք է ստուգի իր հաշվառումը, պետք է ստուգի իր անձնագրի վավերականության ժամկետը, կամ պարզապես անհրաժեշտ է ստուգել նախնական ցուցակները, որոնք արդեն հրապարակված են։ Եթե անձը չի հայտնաբերի իր տվյալները նախնական ցուցակներում, ապա կամ հաշվառման խնդիրն է պետք կարգավորել, կամ անձնագրի։ Երկու դեպքում էլ արդեն գործելու ժամանակն է։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է ընտրակաշարք ստանալը պատժվում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ, ընտրակաշարք տալը մինչև 8 տարի ազատազրկմամբ։ Հիշեք, արժանապատիվ ապագան սկսվում է ազատ ընտրությունից, քո ձայնը վստահություն է, ոչ թե վաճառքի առարկա։
Ինչպես կարող է մահացած անձի անուն-ազգանունը մնալ ցուցակներում։ Այս հարցին իհարկե բազմիցս անդրադարձել ենք, սակայն կրկնեմ եւս մեկ անգամ։ Եթե մահը արձանագրվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա լիազոր մարմինը չի ստանում մահվան վերաբերյալ որևէ տեղեկատվություն, մինչև հարազատները, ընտանիքի անդամները չեն դիմում լիազոր մարմնին կամ քաղաքացիության ակտերի գրանցման գործակալություն կամ միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։ Եթե հայտնաբերել եք մահացած անձի տվյալներ ցուցակներում, անպայման դիմեք մեզ։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է հավաքին մասնակցելուն հարկադրելը անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու, վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով։ Եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ մարդու տվյալներ, ինչ անել։ Տվյալ պարագայում անպայման պետք է դիմել ոլորտի լիազոր մարմին, միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն։ Նման իրավիճակ հնարավոր է, եթե այդ հաշվառումը պահպանված է դեռևս վաղուց, գուցե տվյալ բնակելի տարածքի նախկին սեփականատերերի կողմից կատարված հաշվառում է։ Մենք իրավիճակը շատ արագ անմիջապես կշտկենք։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է քվեարկության օրը արգելվում է տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը։ Ընտրատեղամասի տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները, անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից։ Եթե վերջնական ցուցակների հրապարակման պահին դեռևս լրացած չէ անձի 18 տարին, կարողանալու է նա մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Պատասխանը դրական է, կարողանալու է։ Ավելին, եթե անձի 18 տարին լրանում է անմիջապես հունիսի 7-ին, քվեարկության օրը, ապա նրա տվյալները արդեն իսկ ներգրաված են ցուցակներում։ Բոլորը կարող են ստուգել եւ համոզվել, ինչպես նաեւ անպայման քվեարկել։